Բազմաթիվ ֆիզիկական բռնությունների փաստերը, որ մենք արձանագրեցինք, նաև ճնշումների եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումների փաստերը վկայում են, որ լրագրողները եւ լրատվամիջոցները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում։ Դրա հետ մեկտեղ լրագրողները, լրատվամիջոցները իհարկե բախվել են մի շարք լուրջ մարտահրավերների եւ եթե այսպես վերջիններից սկսենք, իհարկե առաջին հերթին պետք է հիշատակենք ապրիլյան քարոզիա պատերազմը, դա իսկապես լուրջ մարտահրավեր էր, որովհետեւ նոր մեդիաների, սոցիալական ցանցերի զարգացման պարագայում պատերազմական գործողությունների լուսաբանելը դա միանգամայն նոր երևույթ էր եւ նոր փորձություն էր լրագրողների համար։ Այստեղ իհարկե որպես մարտահրավեր պետք է հիշենք ապրիլյան իրադարձությունները, երբ զինված խմբավորման կողմից գրավվեց հուլիսի երկրորդ կեսը, երբ զինված խմբավորման կողմից գրավվեց ոստիկանության բարեկամ պահակային ծառայության գունդը եւ եթե մենք միայն դա լուսաբանման առումով մարտահրավեր համարենք, այստեղ էլ լուրջ ուրեմն հարցեր առաջանում ինչ է լուսաբանել եւ ինչը ոչ, բայց այստեղ մենք հաստորեն ականատես եղանք ոստիկանական նոր վայրագությունների եւ այդ ամենը հիշեցրեց 2015 թվականի հունիսյան իրադարձությունները Բաղրամյան պողոտայում եւ այդ ճնշումները, ֆիզիկական բռնությունները մասսայական, այսպես թիրախավորված բնույթ էր կրում եւ աննախադեպ էր այն, որ կիրառվեցին հատուկ միջոցներ։ Եվ երբ որ մենք համեմատում ենք տվյալները, իհարկե Խոսքազատության պաշտպանության կոմիտեն դեռ իր տարեկան զեկույցը կպատրաստի եւ վերջնական տվյալները կհրապարակի, բայց ըստ նախնական տվյալների ֆիզիկական բռնությունների առումով այս տարին գերազանցեց նույնիսկ 2015 թվականը։ Եվ բնական է, որ այս պայմաններում լրագրողը եւ լրատվամիջոցը չի կարող ազատ գործել։ Վերջին ուրեմն միջադեպը ազգային ժողովում ցույց տվեց, որ նաեւ ոչ այնքան էքստրեմալ պայմաններում հենց ազգային ժողովի ներսում լրագրողը կարող է ենթարկվել ֆիզիկական բռնության եւ ճնշման։ Այս ամենը թույլ է տալիս մեզ ասել, որ իսկապես շատ բարդ պայմաններում են լրագրողները գործել եւ ապագայում էլ, քանի որ մենք սպասում ենք խորհրդարանական ընտրություններին մյուս տարվա ապրիլին այդ փորձությունները կրկին կարող են ի հայտ գալ, մեր բազմամյա դիտարկումները ցույց են տալիս, որ որևէ ընտրություն ցավոք լրագրողների համար այսպես բարենպաստ պայմաններում չի անցել, բայց այս անգամ կարող է դա բարդանալ նաև այն պատճառով, որ ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը որ կարգավորում է լրագրողի գործունեությունը, չնայած թարմացվել է, բայց այն ավելի վատն է դարել, քան նախորդ ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները։ Եվ այս առումով նույնպես, այսինքն օրենսդրական առումով նույնպես դաշտը բարենպաստ չի լրագրողական գործունեության համար։